ժամանակ սպասում էին, պատասխանը գար, նոր գնային։ Հիմա կանգնում են, հանձնում են նմուշը ու գնում են։ Հետո որ պատասխանը գալիս է բացականի չէ։ Կա մեխանիզմ, քանի որ շատ քիչ է բացական պատասխանները, այսինքն մենք դրան դեռ չենք գտել, այսինքն կա դեռ հավանականություն, որ ինչ-որ տոկոսի չափ եթե լինի, խնդիրը կնայենք, բայց քանի որ շատ քիչ է լինում, դրանից շատ հեռու։ Իսկ Պրոշյանի կոնյակի գործանի, ես էլ ու ավարտեմ։ Պրոշյանի կոնյակի գործանի մասով, որ ռուսները այսքան համարել են կեղծ ապրանքանիշ կամ Եվ ընդհանրապես արտահանողները խնդիր ունեն այս բանի մեջ։ Այս մասով իրականում այդ անվանումով դիլերական ընկերության մասին է խոսքը, ոչ թե այսինքն բուն մայր գործանը չէ։ Իսկ ընդհանրապես արտահանողները Հայաստանի, Ռուսաստանում խնդիր ունեն այս բանի, պարոն Պապոյան։ Սպայկայի մասով էլ խնդիր կա։ Այնքանով ինչքանով որ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս առաջ է լուծած, այդքանով լուծված է։ Ընդհանուր առմամբ հայ արտահանողները այս բանին Ռուսաստանում մեր իրենց ապրանք արտանելու խնդիրներ ունեն եւ այնտեղից լսել եք նաեւ մարդիկ հայ գործարարներ, որոնք խնդիրներ ունեն արդեն Ռուսաստանում։ Խնդիրներ ունեն այնքանով, ինչքանով որ կարող են ունենան օրենքի շրջանակում քաղաքական կամ այլ, եթե ձեր հարցի համատեքստը Այո, իմ հարցի համատեքստը դա։ Այսինքն այդ հայտարարությունները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Պուտինի հայտարարությունները։ Իսկ ինչ հայտարարություններ։ Դե մեզ ասում էր երկընտրանքի առաջ եք, եթե ԵԱՏՄ-ում եք, հասկանանք ԵԱՏՄ-ում եք, եթե գնում եք ԵՄ, հասկանանք ԵՄ-ում եք։ Մնալու ենք դեռևս ԵԱՏՄ-ում։ Ինչքան ժամանակ է։ Հա, ինչքան ժամանակ է։ Ասած եթերներից ոչ մեկը չի եղել։ Բայց դուք ժամանակին ասում եք, պարոն Պապոյան, ԵԱՏՄ-ն այնքան էլ մեր տնտեսության համար մեծ բան չի, հիշում եք։ ԿՊ համաժողովի ժամանակ ասում եք, օրինակ ԵԱՏՄ-ն այդքան մեծ պետք չի ուռճացնել դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Ես էլի եմ ասում, որ մեր տնտեսությունը կարող է, այսինքն այնպես չի որ մենք առանց ԵԱՏՄ-ի գիտեք տնտեսություն չի լինելու կամ չկա կամ չի կարող լինել։ Մենք հիմա ԵԱՏՄ-ում ենք, դա մեր որոշումն է, դա նշանակում է, որ այս պահին այդ տարբերակը ամենանպատակահարմարն է, եւ եթե այդ տարբերակը մնա ամենանպատակահարմարը ապագայում կմնանք ԵԱՏՄ-ում, եթե ոչ ժողովուրդը Երբ է հստակ կողմնորոշվելու խնդիրը, դա է Պուտինի ասածը, դա է դու կողմնորոշվեք հիմա։ Տեսեք, տենց բան չի ասում։ Եթե Էլի ԵՄ-ից ո՞նց ասի, պարոն Պապոյան։ Դուք հիմա ուզում եք Ռուսաստանի նախագահային վերագրել։ Չէ, բայց էլ ո՞նց ասի, որ ասում է գազի գնի հետ կարող է կապված։ ԵՄ-ից պահանջ լինել, որ պետք է Մենք սովոր ենք, որ դուք մեզ եք մտքել վերագրել։ Հիմա արդեն մասշտաբը տենց Հա, աճում եք, Չէ, բայց Պուտինը չի ասում Հայաստանի իշխանություն կողմնորոշվեք եւ այս հետևանքներ կունենաք, եթե նա գազի գնի հետ կապված էր խոսում, արտահանման հետ կապված էր խոսում։ Էլ դրանից ուղիղ ո՞նց ասեն։ Եթե այնպես Օվերչուկի հայտարարությունները, պարոն Պապոյան, Ռուսաստանից գալիս են ուղիղ մեսեջներ, որ Հայաստանը պիտի կողմնորոշվի, ճիշտ չեմ ես։ կամ ձախ։ Մեջտեղում է գոլարի վրա ոնց որ։ Այդպես մեսեջ չեք ստացել։ Հիմա այսինքն ԵԱՏՄ-ից դուրս գալու այս բանի պլաններ չկան։ եթե Մի որևէ հատ ես կունում։ Հայ, խնդիրը որն է։ Հայաստանի Հանրապետություն։ Սա